Ողջույն, ես Իոնան եմ, եթերում ապրել առողջն է։ Այսօր մենք խոսելու ենք քաղցկեղի ճառագայթային բուժման մասին, եւ մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Վիկտոր Ֆաներջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար Թաթուր Սաղաթելյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Այսօր ցանկանում եմ խոսել քաղցկեղի ճառագայթային բուժման մասին։ Պատմեք, ինչ է իրենից ներկայացնում։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ճառագայթային բուժումը քաղցկեղի բուժման հիմնասյուներից մեկն է։ Այն ենթադրում է իոնիզացնող ճառագայթման կիրառումը քաղցկեղի, ինչպես նաև որոշ ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման համար։ Կիրառվում են հատուկ գեներացնող սարքեր կամ ռադիոակտիվ արհեստական իզոտոպներ, որոնք ռադիոակտիվ ճառագայթման աղբյուր են հանդիսանում, իսկ այդ ճառագայթները արդեն ուղղվելով մարմնի այսպես ճառագայթման ենթակա հատվածներին հասնում են հակաուռուցքային արդյունքի։ Կան ճառագայթային բուժման տարբեր մոտեցումներ, հեռահար ճառագայթային բուժում, երբ կիրառվում են բավականին մեծ սարքեր, համալիրներ, որոնք որ ճառագայթը ուղղում են մարմնին արտաքինից, եւ կա նաեւ այսպես կոչված բրախիթերապիա կամ կոնտակտային ճառագայթային բուժում, որի դեպքում ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրը մտցվում է անմիջապես կոնտակտի մեջ մարմնի հիվանդ հատվածին կամ ներհյուսվածքային կամ ներխոռոչային ձևով։ Իհարկե թոքի քաղցկեղի դեպքում ներխոռոչային ներլուսանցքային ճառագայթային բուժման կիրառումը բավականին սահմանափակ է, կիրառվում է հիմնականում հեռահար ճառագայթային բուժում։ Ճառագայթային բուժումը կարող է կիրառվել տարբեր նպատակներով, ինչպես արմատական բուժման ծրագրերում, այնպես էլ որպես ամոքիչ միջոցառում, ըստ միջազգային տվյալների թոքի քաղցկեղով հիվանդների շուրջ 90%-ը իրենց բուժման այս կամ այն փուլում, այս կամ այն նպատակով ստանում են ճառագայթային բուժում։ Վերջի տարիներին ճառագայթային բուժումը ունեցել է մեծ վերելք։ Պատմեք, արդյոք դրանք կոնկրետ որ ոլորտներին են վերաբերվում եւ ինչպիսի ձեռքբերումների մասին է խոսքը։ Այո, իհարկե, իհարկե ճառագայթային բուժումը ինքը համարվում է բժշկության մեջ բավականին երիտասարդ ճյուղ, չնայած որ ունի ավելի քան 120 տարվա պատմություն ու վերջին 20-30 տարիների տեխնոլոգիական մեծ տեղաշարժերը, թվային տեխնոլոգիաների զարգացումը, միջուկային տեխնոլոգիաների զարգացումը բավականին լուրջ առաջընթաց են ապահովել նաև ճառագայթային բուժման ոլորտում, թե թիրախների որոշման եւ թե ճառագայթման, այսպես հասցման նկատառումներով։ Ի հայտ են եկել բավականին այսպես մեծաթիվ տարբեր մեթոդաբանական նորույթներ, որոնք որ թույլ են տալիս բավականին ճշգրտորեն ճառագայթել ուռուցքը կամ ճառագայթման ենթակա հյուսվածքները, այսինքն ուռուցքի նաև միկրոսկոպիկ տարածման գոտիները, առավելագույնս պաշտպանելով շրջակա առողջ հյուսվածքները եւ ստանալով անհամեմատ ավելի լավ արդյունքներ, քան ենթադրենք 40 տարի առաջ։ Եթե խոսելու լինենք թոքի քաղցկեղի ճառագայթային բուժման մասին, այստեղ նույնպես բավականին մեծ առաջընթաց կա կապված մոդուլացվող ինտենսիվությամբ ճառագայթային բուժման պատկերներով ուղղորդվող, առաջնորդվող ճառագայթային բուժման եւ ստերեոտակտիկ ճառագայթային բուժման մոտեցումների ներդրման հետ։ Դրանցից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները եւ թոքի քաղցկեղի դեպքում իր կիրառման մոտեցումները։ Իհարկե բավականին մեծ առաջընթաց է նաեւ այն հնարավորությունը, որ այսօր ընձեռնվել է պատկերներով ուղղորդվող եւ կարգավորվող շնչառությամբ ճառագայթային
բուժման ներդրման հետ, այսինքն այս դեպքում ճառագայթման process-ում հաշվի է առնվում շնչառության փուլը եւ շնչառական շարժումների ժամանակ ավելի նվազագույնի է հասվում շարժումների հետ կապված ճառագայթման անճշտությունները ամեն տարի նորագույն այսպես սարքավորումներ նոր ծրագրավորումով նաև բավականին լայն հիմա կիրառվում է արհեստական բանականությունը ճառագայթային բուժման այդ process-ների կառավարման մեջ ու իհարկե թե խնդիրներից թե տեխնոլոգիական առաջընթացից մենք էլ համասն չենք ուռուցքաբանության ազգային կենտրոնը 21 թվականին ձեռնարկել է ճառագայթային ուռուցքաբանության զարգացման ծրագիր ու մենք արդեն կարելի ասել բառացիորեն մոտակա 2 ամսվա ընթացքում արդեն ակնկալում ենք լուրջ տեխնոլոգիական համալրումներ գերժամանակակից գծային արագացուցիչների ձեռքբերում եւ տեղադրում, ինչը թույլ կտա նաեւ Հայաստանում գործնականում ունենալ այն բոլոր մոտեցումները, որոնք այսօր կան այսպես միջազգային, այսպես կոչված շուկայում ու ինչ խոսք դա ավելի բարձր մակարդակի կհասցնի թոքի քաղցկեղի ճառագայթային բուժման իրավիճակը Հայաստանում։ Քաղցկեղի հիվանդության որ էտապում կարելի է կիրառել ճառագայթային բուժումը։ Ճառագայթային բուժումը շատ առումներով բավականին ունիվերսալ է եւ կարող է այս կամ այն նպատակով կիրառվել քաղցկեղի ցանկացած փուլում։ Քաղցկեղի վաղ փուլերում, առաջին, երկրորդ փուլերում ճառագայթային բուժումը բավականին այսպես մեծ հաջողությամբ կարող է փոխարինել վիրահատական բուժմանը այն դեպքերում, երբ որ կամ պացիենտը կտրականապես հրաժարվում է վիրահատությունից կամ ինչ-ինչ պատճառներով վիրահատությունը հակացուցված է, հնարավոր չի կատարել։ Այս դեպքերում կան որոշակի գիտական տվյալներ, որ պացիենտների ապրելիությունը համեմատելի է վիրահատված պացիենտների ապրելիության հետ։ Ավելի խորացած process-ների դեպքում երկրորդ, երրորդ փուլերում ճառագայթային բուժումը հիմնականում կիրառվում է կոմբինացված վիրահատության կամ դեղորայքային բուժման կամ երկուսի հետ միասին։ Ճառագայթային բուժումը կարող է կիրառվել որպես նախավիրահատական բուժում, ուռուցքի ծավալը կրճատելու ու վիրահատության համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, կամ հետվիրահատական շրջանում, որ เป զի հնարավոր այսպես մնացած միկրոսկոպիկ օջախները վիրահատական դաշտում վերածվեն։ Ինչ վերաբերվում է 4-րդ փուլի ուռուցքներին, այս դեպքում հիմնական բուժման նպատակը կյանքի որակի պահպանումը ու բարելավումն է։ Ճառագայթային բուժումը կարող է կիրառվել թե բուն ուռուցքի ու նրա այսպես ռեգիոնալ մետաստազների, այսինքն կրծքավանդակում տեղակայված process-ի բուժման համար, իսկ ցուցումները կարող են լինել տարբեր, սկսած օդատար ուղիների, այսպես կոչված խցանումը մեղմացնելու, ցավերը մեղմելու կամ արյունախխման նվազեցման համար, ինչպես նաև հեռակա մետաստազների պարագայում, օրինակ ոսկրային մետաստազների դեպքում ցավը մեղմացնելու համար երբեմն ճառագայթային բուժումը չի ունենում խելամիտ այլընտրանք, այսինքն կան իրավիճակներ, երբ որ ամենաարդյունավետը լինում է ճառագայթային բուժումը ու ճառագայթային բուժումը լայն կիրառում ունի նաև թոքի քաղցկեղի ուղեղային մետաստազների վերահսկման համար, թե ասենք գլխուղեղի
ամբողջական ճառագայթման, թե առանձին օջախների թիրախային ճառագայթման ձևով։ Արդյոք կան հակացություններ ճառագայթային բուժման համար։ Ну, իհարկե ճառագայթային բուժումը բավականին ունիվերսալ եղանակ է, բայց այո, իհարկե նա եւս ունի հակացություններ, որոնք կարող են լինել բացարձակ եւ հարաբերական։ Ну, հիմա վերջին տարիներին հակացությունների շրջանակը բավականին նեղանում է կապված ճառագայթային բուժման հնարավորությունների այսպես ընդլայնման հետ, կարելի է համարել բացարձակ հակացություն միայն հղիությունը, որի ժամանակ որ ուղղակի արգելվում է ճառագայթային բուժում անցկացնել, մնացած բոլոր հակացությունները հարաբերական են, եթե խոսքը վերաբերվում է այսպես արմատական բուժմանը, հարաբերական հակացում է նաև պրոցեսի տարածվածությունը, երբ որ այն կողմնակի երևույթները, որոնք որ կարող է ունենալ ճառագայթային բուժումը, արդեն արդարացված չեն լինի բարձր դոզաներով ճառագայթային բուժում անցկացնելու համար։ Հարաբերական հակացություն կարող է լինել պացիենտի ծանր վիճակը, տարբեր այսպես օրգան համակարգային անբավարարությունների առկայությունը, երբեմն արդեն իրավիճակից կախված հակացում է հանդիսանում ուռուցքի ներաճը, խոշոր անոթներ եւ հարակից որոշ օրգաններ, հակացությունների շրջանակը արդեն որոշում է մասնագետը կոնկրետ իրավիճակից ու համատեքստից ելնելով։ Ինչ խորհուրդ կտաք մեր հեռուստադիտողներին։ Ну, իհարկե դժվար է ավելի այսպես լուրջ խորհուրդ տալը, քան առողջ ապրելակերպն է ու զերծ մնալը ծխելուց, որովհետև թոքի քաղցկեղի շուրջ 70-ից 90%-ը անմիջապես կապված է ծխելու հետ, իսկ ինչ վերաբերվում է արդեն պացիենտներին, երբևէ չվարանեն դիմելու բժիշկներին, որովհետև ցանկացած իրավիճակում միշտ կա ցանկացած իրավիճակի լուծումը ու բժիշկները կարող են օգնել ցանկացած իրավիճակում։ Նաև երբեմն պացիենտները խուսափում են ճառագայթային բուժումից ինչ նկատառումներով, բայց պետք է ընդունել, որ այսօրվա բժշկությունը եւ այսօրվա ճառագայթային բուժումը նույնը չէ, ինչ որ եղել է, ասենք 40-50 տարի առաջ ու իրենք կարող են էապես շահել այսօրվա տեխնոլոգիական հաջողություններից։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Առողջությունը ամենաթանկ բանն է։ Մենք խոսում ենք ձեր առողջության մասին։ Հետևեք մեզ, կհանդիպենք։